Միջտեսնված խաղաղասեր հարևան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կռիվ է գցել Հայաստանում, անհարմար դրության մեջ դնելով Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին։ Նա ասել է, որ Սևանալիչ գոյություն չի ունեցել, դա ադրբեջանական գյոյչալիչն է եւ առհասարակ արևմտյան Ադրբեջանը այսօրվա Հայաստանը եւ նրանք վերադառնալու են իրենց պատմական հայրենիք ոչ թե տանկերով, այլ ավտոբուսներով։ Դրանց մեջ նրանք պատերազմի հռետորաբանության եւ տարածքային նկարտումներ Հայաստանի նկատմամբ չեն տեսնում, այլ տեսնում են խաղաղասիրական ձգտումներ։ Ադրբեջանի նախագահ ասել է, որ եթե ցարական քարտեզներում, եթե նայենք Սևանալիչ չկա, կա այլ անուն։ Պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում, ինչ եք դուք դա ազատագրել։ Այսինքն որ տանկերով չեն գալիս Հայաստանը նվաճեն ավտոբուսներով են գալու առանց մեկ կրակոցի Զավթեն Հայաստանը ներսից, դա շատ խաղաղասիրական ժեստ է Ալիևի կողմից եւ որ թույլ է տալիս ցորենը գա, դա լրիվ բավարար է, որպեսզի մենք աչք փակենք Սևանը Գոյչիա եւ Հայաստան արևմտյան Ադրբեջան անվանելու վրա։ Բայց Նիկոլ Փաշինյանը գտել է մի բացատրություն դրան։ Ասում է, երբ որ մենք ասում ենք Արցախ, նրանք էլ ասում են Գոյչիա, որ մենք չասենք Արցախ, նրանք Գոյչիա չեն ասի։ Մասնավորապես ես մի այսպիսի ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը։ Այստեղ դասականակաս էր։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ եթե մենք հրաժարվենք մեր իրավունքներից, հայ ժողովուրդը, իր պատմական հայրենիքի պատմական անվանումներից, Ադրբեջանը այսպես կասի լավ, ինչ լավն են հայեր, ինչ բարի են, եկեք մենք էլ հրաժարվենք։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը։ Ալիևը մի քայլ անգամ հետ չի կատարել իր ռազմատենչ հայատյաց հռետորաբանությունից։ Բայց այս մասին ես եւ իմ նման մարդիկ վաղուց են զգուշացրել։ Ես Սևանա լճի մասին ֆիլմ եմ նկարել 2021 թվականին, ցույց տալով լճի գեղեցկությունը, խնդիրները եւ զգուշացնելով, որ եթե մենք խնամքով սիրով չվերաբերվենք մեր այդ հարստությանը, որը Հայաստանի սիրտն է, Հայաստանը սնուցող սիրտն է, առանց Սևանի չենք ունենալու ոչ տնտեսություն, ոչ էլ ջրային ռեսուրսներ եւ ընդհանրապես ոչինչ չենք ունենալու։ Հայաստանը որպես պետություն դառնալու է անապատ առանց Սևանի։ Եվ այդ ֆիլմում շեշտել էի, որ եթե մենք չունենանք հայրենասեր պատասխանատու իշխանություններ, ապա Արցախի նման կկորցնենք նաև Սևանը։ Եվ փաստորեն Ալիևը հիմա դա զգացնել է տալիս։ Այն ժամանակ ինձ քննադատում էին, ասում էին Արցախը մենք չենք կորցրել դեռ կա հա Լաչինի Միջանցքով կպած եւ իսկապես 21 թվականին դեռևս Արցախը այսպես չէր ճանաչվել Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանի կողմից 23 թվականին դա եղավ, բայց ես այն ժամանակ դա կանխազգում էի եւ զգուշացնում էի ձեզ սիրելի բարեկամներ, Պես Արցախյան խնդրում Սևանի հիմնախնդրի պարագայում եւս ցուցաբերվում է կործանարար անտարբերություն եւ հանցավոր անգործություն։ Սևանը հենց այն տիպային օրինակն է, թե ինչպես ենք մենք որպես պետություն վերաբերվում մեր կենսական նշանակության հարցերին, մեր ունեցվածքին։ Արցախից հետո մեր երկրի թշնամիների երազանքն է տիրանալ Զանգեզուրին ու Սևանին։ Այդ մասին նրանք բացահայտ հայտարարում են, քանի որ լավ են հասկանում, թե ինչ հարստություն է Սևանը։ Սևանն առողջացնելու եւ հավասարակշռությամբ բերելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը պրոֆեսիոնալ ու հայրենասեր կառավարություն։ Այլապես Արցախի նման վաղ թե ուշ կորցնելու ենք նաեւ Սևանը։ Իսկ ամբողջը կարող եք դիտել YouTube-ում, ես դրա հաղումը կդնեմ մեկնաբանությունների բաժնում։ Դիտեք եւ գնահատեք մեր Սևանա գեղեցկությունը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի արդարացումներով Ալիևը չի զավթել Հայաստանից, գալով այնտեղ տեղավորվելով ավտոբուսներով։